Անկարապետյանի մասին Բարեցիկ։ Պարոն Չախոյանի մասին է, պարոն Չախոյանի մասին է խոսքը, պարոն Կարապետյան պարոն Չախոյանի մասին է խոսքը։ Եկեք անցնենք սենյակ, հետո մեկ հրվեպությունը կմոտենանք ընդհանուր։ Մեկը թողա ես։ Տվեք ինձ։ Արուբինը, մետ խոսեն։ Ես հետևում եմ եւ հետադեցի որ ես ես որեցի, բայց դա չի նշանակում որ հիմա մարդիկ իրան զուսպ են պահել, բայց հաջորդ անգամ զուսպ չեն պահելու, որովհետեւ անգամ մարդիկ ոչ թե զուսպ չեն տալ, 10 անգամ ավել զուսպ չեն տալ։ Ոչ մեկ իրավունք չունի կանգնի ամբողջ խմբակցությանը, այսպիսի արտահայտություններ անի։ Որևէ մեկին քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից որևէ մեկի վիրավորել, բայց դու չեմ տալու նաև ձեզ վիրավորել, բայց սրանից հետո sense բաներ չկրկնվի։ Ուշադիր եղեք, ես գիտեմ ուշադիր ոնց կլինի։ Դուք ուշադիր եղեք ձեր խմբակցությանը եւ ձեր բառը։ Պարոն Կարապետյան, ինչի մասին է խոսքը։ Պարոն Կարապետյան, հայտարարությունը արևոտ սայլացել ողեցրել։ Ոչ, մի խոսեք։ Ապե դիմացի կբացեք հետ գա։ Պարոն Չախոյանի ելույթն էլ հաջորդել էր Սամվել Կարապետյանի ելույթին։ Բայց ամեն դեպքում ես չեմ ողջունում այս ամենը, բայց ամեն դեպքում ես բնականաբար սկզբից սկսած ոչ մի հայտարարություն չեմ ողջունում, բայց վերջինը ամենասուրն էր եւ ես նախազգուշացում եմ հայտարարել պարոն Կարապետյանին,
Եվ ես կարծում եմ, որ եթե այս վարկը կրկնվի, հաջորդ անգամ կարող է քաղաքացիական պայմանագիրը նույն զսպվածությունը մի վարկյան, կարող է չընդհատեք ինձ։ Ես հասկանում եմ, որ դուք իրենց աշխատողն եք, բայց մի ընդհատեք ինձ։ Հա, դե ուշադիր եղեք սա ինձ հետո ավելի շատ։ Ես կարծում եմ, որ եթե նման վարկը կրկնվի, քաղաքացիական պայմանագիրը կարող է կամ վստահաբար նույն զսպվածությունը չի ցուցաբերել, այսքան։ Կարող եմ Պարոն Շախոյանի ելույթի ժամանակ հիմնավորեք դուրս եկել։ Անիմաստ հարցեր։ Դե որտեղ անիմաստ։ Դուք խոսեց։ Ասեցիք անիմաստ հարց ես տալիս։ Ոչ, ասեցի անիմաստ հարց եք տալիս։ Մի հատ եք լսեմ։ Ամեն ինչ ասել Պարոն Կարապետյան, դուք կարծում եք համահունչ եք ձերա։ Ես մեր հայրենակիցներին ազունգ անգամներ ասել եմ ու մենք ուզում ենք այդպես անենք, ուզում ենք բարեկրթությունը պահենք, որ ազգային ժողովը չդառնա սովորական իրար վիրավորանքի տեղ։ Դուք գիտեք, որ մեր խմբակցությունում կան անհատներ, ովքեր ունեն բավական լայն խոսքային գործիքակազմ, բայց մենք ամեն դեպքում փորձում ենք պահել հարգելով մեր հասարակությանը։ Միևնույն ժամանակ 10 րոպե անընդմեջ վիրավորական արտահայտություններով ազգային ժողովում անընդմեջ վիրավորելով 5 րոպե անընդմեջ վիրավորելով որևէ ռեակցիա չստանալը ունի իր հետևանքը։ Նախագահողին այդ պատճառով մենք ներկայացրեցինք իրավիճակը, նախագահողը թող որոշի ինչպիսի ազգային ժողովի ձևաչափ է իր համար հետաքրքիր, մենք էլ կհետևենք դրան։ Վիրավորանք համարում պարոն Կարապետյան։ Պարոն Կիրակոսյան, Համարյանը ջան հանգստացած նման խոսույթ, ինչպիսին լսեցինք կոնկրետ падգամավորի կողմից, խիստ անընդունելի է, խիստ դատապարտելի է, հաշվի առնելով այն հանգամանքը, թե վերջին օրերին ինչպիսի քննարկումներ են եղել եւ ինչ բարեկրթության հարաբերական հատված բարեկրթության մթնոլորտում անդիմություն, իշխանություն, այսպես ասած, քննարկումները, ելույթները ընթանում են։ ըստ էության արդյոք այս կառուցողական երկխոսությունը կստացվի հաշվի առնելով նաև այս նախադեպը։ Գիտեք, այսպես ասենք, մենք բարեկրթության մթնոլորտի շարունակության կողմնակիցն ենք, ուղղակի անթույլատրելի է նման խոսույթը, անթույլատրելի է։ Մի քանի օր շարունակ կոնկրետ падգամավորից երևում է միտում գալ եւ փորձել սադրել, վիրավորանքներ են հնչում 10 րոպե անընդմեջ։ Եկեք չմեկնաբանեմ, դուք լուսաբանում եք, դուք ամեն ինչ շատ լավ հասկանում եք, ժողովուրդ, բոլորս ստեղ ամեն ինչ շատ լավ հասկանում ենք։ Ազգային ժողովը նման խոսույթի տեղ չէ։ Ռուբեն Ռուբինյանից ինչ եք սպասում, որ նա նկատողություն կհայտարարի, կասի, որպեսզի տվյալ ձեր նշած падգամավորը ներողություն խնդրի իր արտահայտություններից համար։ Ակնկալիքը որն է, որ կբերի կառուցողական դաշտ։ Մենք մեր կողմից նշել ենք, գիտեք, մենք իրականում առանձնապես մեծ ակնկալիքներ չունենք, բայց առաջին ելույթի ժամանակ պարոն Ռուբինյանի հնչեց առաջարկ բարեկիրթ մթնոլորտում, այսպես ասած, ինչպես ինքը ասեց, դավայ ճժից բարեկիրթ։ Եւ առաջինը հենց իրենք պետք է պահպանեն։ Իշխող քաղաքացիական պայմանագիր ուժը պետք է պահպանել։ Բայց տեսնում եք, որ ինքը կառուցողական դաշտ է բերում ազգային ժողովին։ Գիտեք ոնց, խոսքերով, այսպես ասած, մի քանի օր է, ընդհանուր նախորդ օրերին այո տեսել էինք։ Եվ մինչև հայտնի ելույթը տեսել էինք, որ այո,
ընդհանուր քննարկումներ էին ընթանում։ Քննարկվում էր երկրի տնտեսությունը, քննարկվում էր քաղբանտարկյալների հարցը, քննարկվում էին շատ ու շատ այլ հարցեր, հայրենիք հասկացություն, բայց հարգելի լրագրողներ, դուք ամեն ինչ բոլորդ շատ լավ հասկանում եք, շատ լավ տեսնում եք։ Ընդհանուր առմամբ մենք, ինչպես որ ասել ենք, հետևողական ենք լինելու, քննարկումները շարունակել բարեկրթության մթնոլորտում, բայց բոլոր սցենարների, բոլոր դեպքերում եւս պատրաստ ենք նկատի ունեցել։ Շնորհակալ։ Պարոն Մանուկյան, Ոչ, ազգային ժողովի խմբակցություններից մեկի առաջնորդի արած անհեռատես հայտարարությունը, որը ինչ կապ ունի։ Դա նշանակում է ազգային ժողովի շենքից դուրս ամեն ինչ կարելի է ասել մեզ։ Հա, պարոն Կիրակոսյան, դա ինչքանով է տրամաբանական։ Ես կարծում եմ ոչ։ Ես էլ հեռուստատորական հարցով հակադարձում եի ձեզ։ Ճիշտ եք համարում ձեր այդ պայմանավորվածությունը։ Ես կարծում եմ այո։ Թերևս մեր կողմից ոչ մի վիրավորական, կներեք ես ավել բառ չեմ ավելացրել, իմ կողմից ընդհանրապես հակադարձել եմ։ Նույն արտահայտությամբ ինչը որ արվել էր մեր հասցեն։ ազգային ժողովի նիստերի դահլիճը նման հայտարարություններ կամ արտահայտություններ անելու տեղ է, պարոն Շուշապյան։ Իսկ քաղաքական հայտարարությունները որտեղից պետք է հնչեն։ Այդ մարդը կներեք, որ նորից օգտագործում եմ այդ բառը, այդ մարդը մեզ մեղադրում է գյորմամիշության մեջ։ Ես քաղաքականապես հակադարձում եմ, թե հələ մի հատ եկեք հասկանանք ով է գյորմամիշը։ Գյորմամիշը, եթե չեմ սխալվում, թույլ տվեք շարունակեմ, հա։ Գյորմամիշ նշանակում է չտես, չէ, ագահ։ Ես էլ առաջարկեցի ասեք մի հատ հասկանանք ով է գյորմամիշը կամ որն է գյորմամիշությունը։ Պետք է ազգային ժողովի ամբիոնից ես քաղաքական գործիչ եմ եւ այո իմ հասցեին հնչեցրած հայտարարություններին թույլ տվեք խոսամ։ Թույլ կտաք խոսամ։ Իսկ Նիկոլ Փաշինյանի ասած այդ էթիկան ինչ որ կանոնագիր չէին ստեղծում, որպեսզի նման արտահայտություններ չանեք, բայց էթիկան չի վերաբերվում իրենց առաջնորդներին։ Ես նորից եմ կրկնում, նույն արտահայտությամբ ընդհանրապես հակադարձել եմ առանց իմ կողմից որևիցե այլ բառ ավելացնելու։ Ընդհակառակը պակասացրել եմ։ Իսկ դուք չեք կարծում, որ ազգային ժողովի նախագահի հորդորին դուք չեք հետևում, չեք կարծում։ Այսինքն բարեկրթության կանոնները սահմանել։ Իդեպ մի ողջ իշխանության հասցեին, ընդ որում լեգիտիմ իշխանության հասցեին հնչեցրած այդ արտահայտությունը վիրավորանք էր նաև մեր ժողովրդին, որովհետև լեգիտիմ ընտրությունների արդյունքում այս իշխանությունը ձևավորվել կվերջացնեմ նոր եւ այդ ժողովրդի ընտրության արդյունքը այդ կերպ անարգելը կներեք չգիտեմ դրան արդեն ինչ անվանում տալ։ Իսկ Նարեկ Կարապետյանի հնչեցրած այդ ես այդ արտահայտությունը չեմ լսել, ծանոթ չեմ, հուսով եմ ձեր հետ վերջացնելուց հետո կծանոթանամ ու կփորձեմ հասկանամ ում մասին էր կամ ինչի մասին էր։ Անհանա, չգիտեմ ում անանուն ворթ անվան։ Պարոն Կիրակոսյան, կծանոթանամ մնացածի մասին հետագան կմտածենք։ Այդ կանոնագրի սկզբունքներին հետևելու եք թե ոչ։ Միանշանակ այո, բայց դա չի նշանակում որ ընդդիմադիր գործիչները, առաջնորդները իրենց պետք է թույլ տան ամեն տեսակի հայտարարություն ու արտահայտություն անեն մեր մասին։ Դե կներեք։ Նիստերի դահլիճից դուրս ձեզ ամեն բան կարող եմ ասել, պարոն Վարդեվանյան, ինձ թվում է չէ։ Նիստերի դահլիճից դուրս Շնորհակալ եմ։ Վերջացի։ Ես քաղաքական գործիչ եմ։ Գիտեք ինչ, եկեք մի բան հասկանանք։ Ես քաղաքական գործիչ եմ ու փողոցային լեզվով հարցեր լուծելու կողմնակից չեմ։ Բայց ազգային Եթե բանը գնում է դրան, կներեք դրա համար այլ ֆորմատ էր պետք ու ես չէի դառնա քաղաքական գործիչ։ Առավել եւս ժողովրդի մանդատը ստացած պատգամավոր եմ ես։ Ներողություն եմ, ոչ, հիշեկով ասկսել, իա, գյորմամիշ առաջիններ, միջև էտ մոռացանք, Էթիկայի պայմանավորվածությունից հետո։ ոչ, էթիկայի պայմանավորվածություն համենայն դեպս ստեղծվել է այստեղ, որովհետև իրանք դրսից լավ էլ գրում են, լավ էլ անում են, ամեն ինչ անում են, խոսքը իմ անձնական կարծիքով վերաբերվել ազգային ժողովի նիստերի դահլիճին։
Հիմա նորից կրկնում եմ, արդյոք իրենց համար ընդունելի է նույն տարբերակով իրենց առաջնորդի ասածները ես գամ ամբիոնից պրոյեկցիա անեմ իրենց վրա բոլորին։ Կլինի կամ այս իրենց արածի պարագայում իրավունք ունեմ, ես ինձ թույլ չեմ տա, որովհետև ներողություն ասեմ, որովհետև նախ առաջինը ունենք պայմանավորվածություն եւ երկրորդը եթե առաջնորդների ասածով ենք առաջնորդվում նույն հաջողությամբ թող պատրաստ լինեն մենք էլ իրենց առաջնորդի ասածները նույն ձևով ասենք Կարող ենք ասել որ պայմանավորվածությունը խախտվեց եւ այլևս բարեկիրթ գնդակը իրենց դաշտում է դեռևս ուղիղ թող իմանան գնդակը իրենց դաշտում է ընդհանրապես հասկանան մի բան այստեղ գալ ներվեր բանի պես սղոցի պես ներվերը սղոցել բարեկամներին, հարազատներին, մոտիկներին, առաջնորդին անդադ ասելը ուղիղ նշանակում է, որ իրենցը fake էր բարեկրթությանը կամ ինչ որ SMS ստացան ենթադրում եմ SMS-ը բայց չեմ ուզում հավատամ դրան հիմա գնդակ իրանց դաշտում է իրանց պահվածքից պարզ կլինի զրոյանում է թե ոչ պատրաստ ենք եւ բարեկրթությանը միջալոց մենք բարեկրթ ենք եղել միշտ ձեզ հետ բազմաթիվ անգամներ շփվել ենք, տեսել եք, այստեղ բոլորը տնից դուրս եկա, դաստիարակված ամենայն արգանքով չեմ ուզում մնացածին ինչ որ վիրավորեմ, բայց նաև մյուս տարբերակներին էլ պատրաստ ենք։ Ընդհանրապես ըստ էության Չախոյանը ասաց, որ եթե որևէ բառ իրեն ասեն վիրավորական, ապա ինքը շարունակելու է նստերի դահլիճի։ Իսկ այդ դեպքում դուք տրվելու եք այդ ճիշտ եք ասում, սա դրանք է, բայց այսինքն դուրս է գալի, որ իրենք հələ չեմ ուզում ասեմ, որտեղ իրենց ֆրակցիան ամենայն դեպս այդպիսի բան իրեն թույլ չի տվել։ Ֆրակցիային թված ամբողջ ֆրակցիային ասվում, բացատրեցինք, որ ոչ։ Դա ասվում է կոնկրետ անձի եւ նորից կրկնում եմ, եթե ինչ որ մեկին այստեղ թվում է, որ ունի իշխանություն, ունի պապածա, ունի ԱԱՑ, չգիտեմ ինչ, եւ կարող է իրեն թույլ տալ ավելորդություններ, առավել եւս թվականակի ավել լինելով կամ իշխանություն լինելով, չարաչար սխալվում է։ Մենք բարեկրթության սահմաններում ենք, դիմանցանք 1, 2, լյուբանկա, չգիտեմ եւ այլն։ Մենք մերոնց տեսել եք դուք տեսախցիկներով, անգամ արձագանքների դեպքում իրար ենք մենք այսպես հորդորում, որ չարձագանքենք։ Նորից կրկնում եմ, քաղաքական պատասխանությունը այս պայդրությամբ իրենց վրա է։ Յուրաքանչյուր սրման պատրաստ ենք, բայց մեղավորը իրենք են։ Մենք այս պայից սկսած այլ գործողություն չունենք անելու։ Սպասում ենք իրենց քայլին։ Իհարկե, միակ մարդն է այս պայից, դու կանայք ներողություն։ Իմ կարծիքով տեսեք, չեմ ուզում հավատամ, որ քաղաքական իշխանությունը կարա բարձր ամբիոնից, չեմ ուզում հավատամ, այլ խնդիրը ներսես, ինչ եմ մտածում։ Քաղաքական իշխանությունը աժը բարձր ամբիոնից հայտարարում է մի բան եւ 1-2 օրվա ընթացքում այդպես փոխում է, ինչ, տեսեք, ինչ էր կարելի ընդհանրապես երկրի հետ կապված պայմանավորվածությունը, բայց նորից կրկնում եմ, ունեն այս պայդրությամբ, ասենք սուտ այդ անձի խնդրեմը։ Կամ թող այդ անձին հանեն ստեղից, կամ զսպեն, եթե ոչ նշանակում է սա ընդհանրապես կազմակերպված է, ուղղակի դերը տրված է այդ անձին վերջ։ Մենք էլ նորից կրկնում եմ, այնտեղ որ ասում են ռազմորկայի են կանչում, ասում է կարամ դահլիճից դուրս ասեն։ Մենք էլ ասում ենք այո, եթե կարաս, ասա։ Բարթևանյանն էլ ասեց, արի գնանք ասա, մենք չենք եղել առաջարկում։ Չեն ուղարկես դահլիճի եւ շենքի մեջ ուժեղ տղեկ չենք, ուժեղ տարած։ Ուժեղն է ճակատների։ Շնորհակալություն։